ասում են Սփյուռքի հետ հարաբերություններում խզում ենք առաջացնում։ Այո, մենք ասել ենք, որ Սփյուռքի հետ են հարաբերությունները եւ որ Հայաստանը second hand շոր ուղարկելու տեղ այդ հարաբերությունը ոչ միայն չկա։ Ես արգելել եմ, ասել եմ, հանկարծ որևէ պետական մարմին օգտագործած շոր, կոշիկ, չգիտեմ, ավտո կընդունի, այդ պետական մարմնի եւ իր վերադաս ամբողջ համակարգը ինձ հետ գործ ունի բոլորին աշխատանքից ազատել։ Այո, եղել է դեպքեր եկել են մաքսատանը ամիսներ կարող է միջև մի կան։ Second hand լիքը կոշիկ, շոր, բան եւ այլն եւ այլն։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեր պատկերացումը Firebird-ն է։ Ուրիշ հարաբերություն չի լինելու։ Սփյուռքը չի կարա լինի Հայաստանի մենթոր։ Այդ բանն անցել է, գիտես էս ինչա։ Սա բան է, սնիկերս է։ Գիտես, ես ինձ հետ տենց դեպք եղել է։ Հա լուրջ եմ ասում, Հայաստանից պատվիրակություններ գնացել, բաներ։ Ես նստած մեկ էլ հերթով բան էին ասում, գիտես էս ինչա։ Ասում ենք, հա, այսինք էսի պանիրը, ասենք ոնց որ բան ենք մենք։ Այսինք հա պարզ է, որ մենք շատ ճգնաժամի մեջ ենք եղել, դժվար իրավիճակ տարիներով կարտոշկա ենք կերել, բայց ժողովուրդ ջան, այդ Հայաստանը վաղուց հաղթահարված է։ Այսօրվա Հայաստանը տեխնոլոգիաների Հայաստանն է։ Բայց Սփյուռքի հետ հարաբերությունները մարդկանց հրավիրում ենք աշխատանքի, Սփյուռքի հետ հարաբերությունները այսօր 2 տարի Հայաստանում ներգաղթ է սկսվել։ Ինչի դժգոհ եք դրանից։ Մարդկանց հրավիրում ենք աշխատանքի եւ այդ թվում դրսից մարդկանց հրավիրում ենք աշխատանքի, այդ թվում բարձր պաշտոնների նշանակում, մեկ էլ ասում են, վայ, հələ տեսեք այն բառը ոնց ասեց, վայ, անգլերեն ասեց այդ բառը։ Սփյուռքի պաշտպանները հարցակվում են բաներով, տոննաներով, ֆեյքերով եւ ոչ ֆեյքերով։ Էսա Սփյուռքի հետ բանը, հարաբերությունների մասին ձեր պատկերացումը։ Պարոն Ղազարյան, եւս մեկ կոմենտ տեղից եւ ես ավելի խիստ նախազգուշացում կտամ ձեզ, զսպեք ձեզ։ Հա թող խոսա է։ Ձեզ հեշտ է, պարոն վարչապետ, ամիսի մեկ գալիս գնում եք, ամեն օր հետ եք։ Ինչ մոռացա ասեմ։ Հա։ Լավ, պարոն Սիմիջան, լավ, դե հիմա։ Գստացեք, հարգելի գործընկերներ։ Լավ, պարոն Սիմիջան, հանգիստ։ Լավ, մի թողեք, որ խոսան, պարոն Ռուբինյան, կներեք, ես սխալվեցի, խիստ եղեք։ Լավ, հարգելի գործընկերներ, խոսացինք, քննարկեցինք եւ ըստ էության ասեցի այն, ինչ որ ուզում էի ասել։ Գիտեք, պատմության մասին այդ բանը, պատմության ստալինյան դիտանկյունը հենց դրա համար է։ Այդ ամեն ինչը, այդ որ sense ասում են պետք չի անվերապահորեն վստահել, բայց ով է անվերապահորեն վստահել, ասում են ոչ մեկին պետք չի անվերապահորեն վստահել, ոչ մեկին, բայց դուք ասում եք չէ, մի տեղ կա, որ պետք է անվերապահորեն վստահել, մյուսներին անվերապահորեն չվստահել, մենք ասում ենք չէ, ոչ մեկին պետք չի անվերապահորեն վստահել, կամ այս պատմությունը, որ ասում են պատմությունը սենց է, պատմությունը սենց է, պատմությունը սենց է, եւ ինչ կապ ունի այդ պատմությունը այս պատմության հետ։ Իսկ կապը հետևյալն է, մենք այսօր պետություն ենք եւ պետքա պահենք մեզ պետության նման, որովհետեւ պետությունը ուրիշ բան է, ասենք ինչպես ընդ որում ամենայն հարգանքով դրանք տարբեր կարգավիճակներ են, ամեն կարգավիճակ ունի իր բանը, ինչպես ազգային ժողովի падգամավոր լինել եւ չլինել, կամ ուսուցիչ լինել կամ ոչ ուսուցիչ, դա որոշակի պահվածքի կոդ ունի, որոշակի էթիկա ունի։ Ասում են խես ասում սենց եւ հա ինչ են ասում Արարատ գյուղին ասում են դավալու, մեզ ասում են սրանք Արարատը ուրանում են։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի Արարատ գյուղին ասում են դավալու, երազում են Արարատ սարի մասին, մեզ ասում են Արարատը ուրանում են։ Հիմա ով է ուրանում։ Ով է ուրանում։ Նրանք ուրանում են Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ասում եմ,
Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետությունը ուրանալու մասին է, որ Հայաստանի Հանրապետություն անկախ պետություն պետքա չլինի։ 4 տարի, 5 տարի ուղերձներով մանրամասն հրապարակել եմ, գրել եմ դրա մասին։ Այո, այս տարի ուղերձ չեմ արել, որովհետև այլևս ասելու բան չունեմ այդ թեմայով։ Ինչ ասել եմ, ամբողջը ասված է, ինչ պետք էր ասել, ամբողջը ասված է։ Ոչ մի նոր բան չունեմ ասելու։ Եվ հետևաբար, այո, մենք այսօր հենց հիմա, հենց այս օրերին իրականացրել ենք եւ հույս ունեմ այսօր ձեր քվեարկությամբ դե յուրե կհաստատենք մի պատմական իրողություն։ 4-րդ հանրապետությունը հաստատված է։ Փառք նահատակներին եւ կեցե 4-րդ հանրապետությունը։